Երևանցիները ամենաշատ գնահատում են կատարած աշխատանք ու տված խոսքի իրականացումը։ Երևանում դու չես կարող մի բան ասել ու հետո մոռանան բոլորը։ Պարոն Կարապետյան, Փաշինյանն ասում է Մաթեոսի ավետարանի իրարությունը, իրականությունը այսօր տեսնում են։ Ասում է քույրերը սկսել են տեսնել, հետո սկա որ մեռածներն էլ հարություն առնեն, դուք ինչ եք խոստանում։ Այո, լավ եք։ Կոնտեքստը տեղակ չեմ, դրա համար չեմ կարող ասել։ Պարոն Կարապետյան, ամեն օր նոր թիվ եք հրապարակում ադրբեջանցիների գալու այդ կեղծ ինֆորմացիան, որ ահաբեկում եք քաղաքացիներին, որտեղից դες։ Մենք չենք հրապարակում։ 500,000 թիվ եք հրապարակել այսօր։ Փաշինյանի գործընկերն է այդ մասին հայտարարում։ Իլհամ Էյդարի Ալիևը ասում է իբր 300,000 ադրբեջանցի այստեղ ապրել։ Իլհամ Էյդարի Ալիևը Փաշինյանի գործընկերը, կառուցողական գործընկերը հայտարարել է։ Մենք չենք ասում, մենք ասում ենք, որ չեն գալու։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանը հայերեն դասերի գնում է, հայերեն կուրսի գնում է։ Տեսեք, ես ձեզ փրկեցի։ Պարոն Կարապետյան, ողջույն հարց եմ տվել, հայերեն կուրսերի գնում է, ակնհայտ է, որ բավականին վատ է հայերեն խոսում։ Կներեք, չհասկացա։ Հայերեն դասընթացների կարիք ունի, Սամվել Կարապետյանը գնում է, թե ոչ։ Ինձ թվում է մեր օպոնենտը հայրենասիրության դասընթացների կարիք ունի ավելի շատ, հայրենաճանաչության եւ հայրենասիրության մեր օպոնենտը։ Ինչ վերաբերում է, մենք խոսում ենք դասական մշո բարբառով ամենահին այս պահին գործածվող հայերեն բարբառներից մեկով, որտեղ կան շատ ունիկալ հայկական բառեր պահպանված։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Օրինակ հաղթարշավը։ Հաղթանակ բոլորիս։ Ապրեք շատ։ Տեղություն օրինակ հաղթարշավը այդ ունիկալ բառերից է, որ օրինակ չի կարողանում արտաբերել մյուս բոլոր բառերը։ Պատասխանվել հարցին, լսում եմ։ Այս պահին քարոզարշավը հավասար պայմաններում է անցնում եւ ընդդիմադիրների եւ իշխող ուժի համար։ Ինչպես կգնահատեք։ Հավասար պայմանները, այսպես ասեմ, ընդդիմադիրների համար, քանի որ կա հասարակական աջակցություն, իհարկե մենք աջակցություն ենք։ Բարև ձեզ։ Իսկ բաների մոտ իշխանության համար հասարակական աջակցություն չկա, իրենց ուժայիններն են միայն աջակցում, այդ իսկ պատճառով կա ինչ որ սիմետրիա այդտեղ, բայց հասարակության ձայնն է կարևոր, մեր ժողովրդի ձայնն է կարևոր, մեր ժողովրդի խոսքն է կարևոր այս ամեն ինչում։ Ոչ մի ուժային չի կարող որոշել ժողովրդի տեղ, ժողովրդի մի մասն էլ ուժային է, իրենք էլ հոգու խորքում գիտեն, թե ով է ճիշտ։ Այսինքն կա վարչական ռեսուրսի կիրառում, բայց դուք ժողովրդի աջակցություն չեք։ Aynen, aynen, aynen.